Թրամփի երթուղու նախագծի իրագործման առաջին գործողությունը, որ մենք կանենք եւ աշխատում ենք դրա ուղղությամբ կանոնակարգման գրավոր բազա ստեղծելն է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է, հաջորդը լինելու է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի կողմից համատեղ իրավաբանական անձի ստեղծումը։ Այն կլինի Հայաստան-Միացյալ Նահանգներ համատեղ հիմնադրված ընկերություն։ Ընկերությունը կկառավարի տնօրենների խորհուրդը, որում ներկայացված կլինեն Հայաստանն ու Միացյալ Նահանգները։ Ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ Հայաստանը կունենա վճռական ձայնի իրավունք, վստահեցնում է Փաշինյանը։ Բաքվում ընթացող շինծու գործերով հերթական դատական նիստին դատախազը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների համար պահանջել է 16 տարուց մինչեւ ՑՄՀ ազատազրկում։ Մասնավորապես պահանջվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին դատապարտել ՑՄՀ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ինչպես նաեւ Մադաթ Բաբայանի եւ Մելիքսեթ Փաշյանի համար պահանջվել է 20 տարի ժամկետով ազատազրկում։ Մյուս գերիներից Գարիկ Մարտիրոսյանին պահանջվել է դատապարտել 19, Դավիթ Հալավերյանին 18, Լևոն Բալայանին 17 տարվա, իսկ Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին եւ Էրիկ Ղազարյանին 16 տարի ժամկետով ազատազրկման։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքուն պատերազմ սկսելու եւ իրականացնելու ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման եւ այլ ծանր հանցագործությունների կեղծ մեղադրանքներ է առաջադրել։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հաստատված 23 հայ գերիներ են պահվում այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով մեղադրանքները քննվում են առանձին վարույթով։ Անտիֆեյք կայքի հիմնադիրներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել են, նրանք մեղադրվում են խուլիգանություն հաղորդակցման միջոցների օգտագործման հոդվածի հատկանիշներով։ Նախորդային ուժայինները խուզարկություն էին իրականացրել Սամսոնյանի եւ Սաղաթելյանի բնակարաններում, ինչպես նաեւ Անտիֆեյքի գրասենյակում առգրավել ամբողջ տեխնիկան, այնուհետև նրանք ձերբակալվել եւ քննչական կոմիտե էին տարվել։ Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 14-ի գիշերը հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Կիևին, բազմաբնակարան շենքերում հրդեհներ են բռնկվել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է 3 զոհի մասին, նա նշել է, որ տեղեկությունը նախնական է, քանի որ փրկարարները դեռևս չեն կարողանում մարմինները դուրս բերել փլատակներից։ 26 մարդ վիրավորվել է, այդ թվում 2 երեխա, 7 եւ 10 տարեկան, 9 մարդ հոսպիտալացվել է, նրանց թվում հղի կին կան։ Բրիտանական BBC կորպորացիան ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից 2024 թվականի հոկտեմբերին հեռարձակված պանորամա հաղորդման մոնտաժման հետ կապված սկանդալից հետո, բայց հրաժարվել է փոխհատուցում վճարել։ Ընկերությունը հայտարարել է, որ հաղորդման մոնտաժումը սխալ տպավորություն է ստեղծել, թե նախագահ Թրամփը բռնի գործողությունների ուղղակի կոչ է արել։ BBC-ն նաև հայտարարել է, որ տվյալ հաղորդումն այլևս չի ցուցադրվի, չնայած BBC-ն անկեղծորեն ափսոսում է այն բանի համար, թե ինչպես է տեսահոլովակը մոնտաժվել, սակայն մենք կտրականապես համաձայն չենք, որ առկա են հիմքեր զրպարտության հայցի համար, նշել են կորպորացիայում։ Այս սկանդալի հետևանքով հրաժարական են տվել BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին, ինչպես նաև լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թուրնեսը։ Հայաստանի տարածքում նոյեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանձեղումների եղանակ, նոյեմբերի 15-ից 17-ին առանձին շրջաներում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ից 16-ի ցերեկը կնվազի 3-ից 5 աստիճանով, 17-ից 18-ին նույնքան կբարձրանա։ Երևանում նոյեմբերի 15-ից 16-ին, 17-ի գիշերը եւ առավոտյան սպասվում է կարճատև անձրև, մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-ից 18, երեկոյան ժամերին 9-ից 11 աստիճան տաքություն։